Փառք Տիրոջը։ Կարող ես մի հատ ասել, որ ես Տիրոջն եմ հուսացած։ Հալելույա։ Այս չար օրերը ինչ չեն կարող խանգարեն, ես Տիրոջն եմ հուսացած։ Երբ որ նայում ես իրավիճակներին, Տիրոջը խնդրում ասում, Տեր ջան, խոսք շուրթերից վրա, որ կարողանամ քո ժողովրդի տամ են ինչի կարիք ունեն, մի հատ հետաքրքիր խոսք եմ արել։ Ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել։ Մշուշոտ ապագա։ Խոսքը սենց այդպես էր, մի անգամից այդպես եկավ, մշուշոտ ապագա։ Եվ գիտեք, այն ինչ որ մեջս եկավ, հենց այդպես սկսեցի տեսնել երկիր մոլորակը։ Ասում եմ, Տեր, այս ինչ ահավոր է ժողովրդի վիճակը, կարելի է լինել մշուշոտ, բայց այս աստիճան մշուշ այս ամբողջ աշխարհի վրա, որտեղ որ մարդիկ քայլում են չհասկանալով ուր են քայլում։ Մարդիկ ուզում են ինչ-որ մի բան անեն, չեն հասկանում, որն է ճիշտը, անելը, թե չանելը, որն է կարևորը, առաջնայինը, երկրորդականը, եւ մարդիկ չգիտեն իրանց անելիքը։ Ու երբ որ աղոթում է, այս խոսքը եկավ, մշուշոտ ապագա։ Հետո նայեցի երկրի իրավիճակներին։ Ասում եմ, ինչ հետաքրքիր է, ինչ որ մի թագավոր վեր է կենում, ուզում է իր թագավորին խփի, որովհետեւ հարվածի եկավ, մտավ ննջասենյակ, կնգանն էլ, մարդուն էլ վերցրեցին տարա։ Երկրի թագավորի զարմանում ես, ասում ես, ոնց կար այդպես լինի։ Հետո այն մյուսին ասում, զգույշ մնա, որ ես քեզ չտանեմ, ես էլ քեզ կտանեմ։ Ու զարմանում ես, ասում ես, Տեր Աստված, ես ի՞նչ է կատարվում այս ամբողջ աշխարհի վրա։ Թագավորները իրար սպառնում են։ Ինչ հետաքրքիր բան կատարվեց։ Նայում եմ, ասում եմ, այ մարդ ձեր ինչ գործն է, թող Վենեսուելա խելոք ապրի այդ երկիրը։ Բայց գիտեք, 2 օր առաջ երևի շատերը Facebook-ում հանդիպեցի, որ Վենեսուելայում 800 քրիստոնյաների ձերբակալել էին, որոնք հովիվներ էին եւ ծառայողներ հավատքի համար։ 800 հոգի մեկ օրում արձակվեցին։ Հետաքրքիր է, չի Աստծո գործը։ Մենք ասում ենք, այ մարդ ձեզ ինչ գործն է Վենեսուելան, ինչ ուզում է թողանի թող։ Բայց Աստված, գիտեք, ընտանիքներ կային, որոնք աղաղակում էին Տիրոջը։ Եկեղեցիներ կային, որոնք աղոթք էին բարձրացնում Աստծուն։ Ու մենք մտածում ենք, բայց մեկ է Տերը զարմանալի հրաշքան է։ Ինքը գիտի ինչ անում։ Ով գիտի նրա գործերը, հա? Ով գիտի։ Տերը ինչ ուզում է այնել անում է։ Նայում ես քո այսօրվա օրերին ու հասկանում ես, որ այ մարդ այսքան մշուշոտ կարելի է ապրել, երկիրը մշուշոտ։ Լա դեռ չլուսացած մի անգամից մտնում է, այնքան մշուշ է, չես կարողանում օրը հասկանաս։ Եվ կյանքը այդպես։ Ու մտածում ես, որը անեմ, որ ճիշտ լինի։ Ես որ Աստվածաշունչը ուսումնասիրում էի, մի անգամից հասկացա, ինչքան պահեր են եղել մշուշոտ մեր կյանքի մեջ։ Հիվանդացել ենք, մտածել ենք երկ չի լինելու։ Այս վիճակի մեջ չենք էլ դուրս գալու այս վիճակից, պետք է մահանանք։ Բայց հանկարծ Աստված այս վիճակից հանելա։ Պարտքերի մեջ են եղել, ով է հանելու այս պարտքերից, ես ինչ ահավոր է, մեռնեմ պրստեմ, մեռնելս լավ է, բա երեխեքս ինչ անեն արա, բա նրանք ոնց փակեն, չգիտեմ, բայց մեկ էլ հանկարծ Աստված ստեղից հելա քեզ հանել։ Գիտես ինչքան կյանքիդ մեջ մշուշներ են եղել, որ դու դրա երկը չես ունեցել, ու մտածել ես, որ չես կարող դու դուրս գաս այդ իրավիճակից, բայց հանկարծ Աստված քեզ զարմանալի հանել է, ընտանեկան խնդիրներ ես ունեցել, խնդիրներ ես ունեցել, ու մտածել ես, ելք չկա, մեռնելս ավելի լավ է, քան ապրելս, հետո մտածել ես, որ ինչքան լավ կլինի, որ քնեմ, մեռնեմ, ոնց որ Եղիաներ անում, քնեմ, մեռնեմ, քնել ես, արտացել ես, տեսել ես էլի քո տան մեջ ես։ Այն մարդել ես պրոբլեմներից չես պրծել, մեկ է Տերն ասել է, լսի որդից, ես ելքը ունեմ, ես գիտեմ քեզ անելու ձևը, դու չես մտածում, որ դու ապայման պետք է մեռնես, որ պրծնես, հանկարծ մշուշը ցրվել է, ամեն բան կարգավորվել է, դզվել է, Տիրոջ ասել ես, Տեր ջան, խնդրում եմ, ուզում եմ կյանքս երկարացնես, օրերիցս կշտացած մեռնեմ, ուզում այդ պահին հրեշտակն ասի, հելա լսի այ հերորդնաց, բանոր ասում եմ մեռնեմ։ Հիմա հենց որ կյանքիդ մեջ ամեն բան դզվում է, պարկերդ վճարում ես, հիվանդությունը թեռանում է, առողջանում ես, բոլոր պրոբլեմների լուծում է գալիս, արդեն Աստծուց երկարակեցություն ես խնդրում, երկար ապրեմ, շատ բան տեսնեմ։ Գիտեք, միշտ ամեն մեկս էլ ունենք, այդ մշուշը միշտ էլ կա, այդ ապագան մենք միշտ մշուշի մեջ ենք տեսնում։ Ուզում ենք շատ անգամներ, որ շատ շուտ հասնենք այդ մեր ապագային, գրկենք, կորտվենք, բայց այնքան մշուշոտ է, որ կարծես դու դրա ելքը չկա, չես էլ տեսնելու, դու մեռնելու ես, գնաս եւ այսպես անորոշություն ա լինելու, բայց լսեք, շատ մարդիկ կային, որ Վենեսուելայում այս նույն բանտախցի մեջ իրանց ապագանել էր մշուշոտ, աղոթում էին ընտանիքների մեջ, աղոթում էին իրանք բանտերի մեջ, աղոթում էին եկեղեցիների մեջ, երբ չկար, Տերը մի օր մի հատ հետաքրքիր բան արեց։ Ամբողջ աշխարհը մշուշով պատվեց,
բայց այդ ընտանիքների մեջ լույս ծագեց։ Գիտեք, երբ որ Աստված հրաշքարեց Եգիպտոսի մեջ ինչ կատարվեց։ Ամբողջ Եգիպտոսում գրված է բոլոր եգիպտացիների տերերի մեջ խավար էր։ Կարդացեք, տեսեք, իմ Աստվածաշնչում այդպես է գրված։ Բայց հրյաների տներում լույս կար։ Այնքան է լավ մեր Տերը։ Կարա այնպիսի զարմանալի հրաշք անի, որ բոլորը տեսեն ու զարմանան։ Ամբողջ Վենեսուելայում շփոթություն էր, բայց ինչ որ ընտանիքների մեջ լույս էր վառվել։ Եվ Տիրոջը սկսեցին փառաբանել, հետո ցույց տվեցին, թե հովիվներին ու ծառայողներին փողոցում ոնց էին գրկել ու աղոթում էին ու փառաբանում։ Փառք Տիրոջը, Տերը կարա զարմանալի լավ բաներ անի։ Այո, կարա քո մշուշը հեռացնի, որպեսզի քո ապագան լուսավոր լինի։ Բայց այսօր միգուցե քո մշուշը այնքան թանձր է, որ դու մտածում ես, որ չի հեռանա։ Ես հիշում եմ երիտասարդ է, այս օրերիցս մի քիչ երիտասարդ, մի քանի տարի առաջ։ Վերջապես գնացել ենք մեր Լորվա կոմում շատ են սիրում գնալ թթվի պարագաներ բերեն, այդ քոլ ենք ասում մենք։ Ասենք Շուշանա, Բլդրվանա, չգիտեմ, լիքը բաներ կա, որ անունները տամ միգուցե չիմանաք եք ձեզ չհետաքրքրի են, բայց գնացել ենք այդպիսի խոտեր բերելու, որպեսզի թթու դնենք։ Մի հատ զարմանալի բան կատարվեց, մի հատ մշուշ եկավ։ Մենակ կարողացանք հասցնենք, ասենք, նստենք ու այդ մշուշը պատեց մեզ։ Ճվում եմ, ես ինձ չեմ լսում, ես այդպիսի բան տեսած չեմ։ Մեկս մյուսից չենք տեսնում, այդ սարի գլխին մի հատ խելացի բան ենք արել, դա այն էր, որ նստեցինք։ Ուղղակի նստած, երկար ժամանակ այդ մշուշը պահեց, այդպես նստած։ Երբ որ մշուշը հեռացավ, նայեցինք, տեսանք իրար կողքի նստած ենք։ Բայց մեկս մյուսից չէինք կարողանում տեսնենք։ Գիտես, կյանքի մշուշն էլ այն ձև, երբ որ կյանքի մեջ մշուշ է գալիս, այնպիսի իրավիճակ է, որ մեկը մյուսին չի տեսնում, նա քո կողքին նստած է, բայց դու նրան չես տեսնում։ Նա քեզ համար օրդություն է, բայց դու նրան չես տեսնում։ Նա քո գոհությունն է, բայց դու նրան չես տեսնում։ Նա քո ուրախությունն է, բայց դու նրան չես տեսնում։ Եկեղեցին քո տանն է, եկեղեցին քո մեջ է, դու այդ եկեղեցու մեջ ես, բայց դու նրան չես տեսնում։ Գիտեք պատճառը ի՞նչն է, որովհետև երբ որ մշուշը պատում է, շատ բան կա, որ մենք չենք տեսնում, բայց մենք այդ մշուշի մեջ ենք, բայց շարունակում ենք այդ մշուշի մեջ Տիրոջը փառաբանենք։ Ուրեմն մի քանի դրվագներ կա, որ Աստվածաշնչի մեջ գտա, Գործք առաքելոց 27-րդ գլխի մեջ, ասում է, երբ որ նավաբեկություն եղավ, Պողոս առաքյալը այդ ժամանակ գերիների հետ տարվում էր դեպի Հռոմ, եւ ասում է, այնպիսի նավաբեկություն եղավ, մշուշը պատեց, քամի անձրե, փոթորի, այնպիսի աստիճան, որ գրված է, որ նավը տատանվում էր ծովի վրա եւ չէին կարողանում ճիշտ տեղը գտնել։ Դա գրված է 27-րդ գլխի մեջ։ Եվ Սուրբ Գիրքը տալիս ասում է 14 օր այդ մշուշը պահեց։ Գիտեք, սա մեկ օր չի։ Նավի վրա մենք գիտենք ինչ է նշանակում, դու անզոր ես, դա նույնն է ոնց որ ինտատիռը օդի մեջ անզոր ես, այնպես էլ նավը ծովի մեջ անզոր ես, ոչ կարաս լողասուր լողաս, ոնց կարողանաս դուրս գաս, ըստ այդ հսկա նավը չի կարողանում ափ դուրս գա, դու ոնց կարաս լողալով դուրս գաս ափ։ Ես հիշում եմ մի անգամ մենք գնացել ենք ծովը, ահա որ շտորմը սկսվեց, այս քամու, այս ալիքները, այն ձևի ալիքները սկսվեցին, որ մարդկանց ափից կամա ծովը տանում էր դեպի ներս։ Մի հատ մի ուղեղից մեջ ծագեց, ես մի քիչ խորն եմ գնացել, որ ուզում եմ դուրս գամ, ինչքան գալիս եմ երկու այդքան գնում եմ, գնում եմ, արդեն թևերս թուլացել է, մի միտք ինձ ոնց որ ասի, մտի ջրիտակ ու ջրիտակով գնա։ Ես այդպես էլ արեցի դուրս եկա։ Հետո գիտեք չէ հայ տղեկը ոնց են մտնում ջուրը, սենց ցեպերը վզերից խաչերը կախած բանը սենց գալիս են մտնում։ Հա, վերջապես միանգամից հասկացա, որ հայ տղաները ասի ուժեղ ալիքներա մի մտեք։ Գիտեք այդ տղերը սենց դառնա, ես սենց հենց նայեց ոնց որ դու ես այ տղա։ Լողորդ ոնց ես խոսում դու։ Հա, մտան, այս մի ընկերը չխորացավ, նա խորացավ, հետո որ վատ աշկերով նայեց, մի ճվում է օգնել, խեղդվում է նանդը։ Մեկի կանգնած սենց ափի, ես կանգնած նայում եմ, թե ինքը ինձ հետաքրքրեց, թե ինքը ոնց է լողանալու։ Որովհետև միշտ չի, որ հպարտները երկար են ապրում։ Բայց ուզում էի տեսնել, թե ինչ է կատարվելու այս երիտասարդ հայի հետ։ Ուզում է լողանալ, թևերը թուլացել արդեն, չի կարողանում դուրս գալ։ Վերջապես այնտեղ ափում գտնվողներին ասի, խնդրում եմ եկեք ցեպ կազմեք, ես մարդուն հանեք մեղք է խեղդվում է։ Հանեցինք, գլուխը կախեց,
ու ինձ է փախավ է տափից, չիմացան թե որտեղից երեք է ու ուր էր ուզում գնացած լիներ, անհետացավ այդտեղից։ Երբ որ մարդու կյանքի մեջ սկսում է մշուշը, գիտես ոչ մի բան դու սկսում ես չնկատել, անգամ մի հատ շնորհակալություն է չասեց։ Միայն իր համար կարևոր է եղավ, որ այդ մշուշից դուրս եկավ։ Հիմա Պողոս առաքյալը 27-րդ գլխի մեջ գրված ասում է, եւ այնպիսի մի հատ փոթորիկ բարձրացավ ծովի վրա, որ նավը սկսեց տարեկոծվել եւ հարվածում էր քարերին։ Եվ գրված է խարիսխը գցեցին, որպեսզի կարողանան նավը կանգնացնեն եւ հասկանան որտեղ են 14 օր այս փոթորիկները անդադար հետապնդում էր իրենց եւ նաեւ Պողոսին։ Գիտեք, Պողոսը ինքը առաքյալ էր եւ միգուցե ինքը մտածում էր, թե ինչի՞ ես իմ կյանքից մեջ այսպես արել։ Ի՞նչն է պատճառը, չէ՞ որ ես քեզ եմ ծառայում 14 օր ցարտին, անձրևին, այդ քամու, ծովի մերկ այդ սառնությունը խփում էր Պողոսի մարմնին։ Եվ գրված է, որ ոչինչ չէին կերել, 14 օր ոչինչ չէին կերել, եւ գրված է, որ նավի գործիքները թափեցին նավից, հետո ամբողջ սերունդը թափեցին, հետո ցորենը դատարկեցին, նավի մեջ ինչքան հարստություն կար, ամեն բան դատարկեցին, եւ նաեւ գրված է, որ հանկարծ նկատեց Պողոս առաքյալը, որ նավավարները փախնում են նավից, որովհետեւ հասկանում են, որ ելք չկա այդ նավից։ Եվ Պողոս առաքյալը ասեց, եթե նավավարները փախտեն, մենք չենք կարող փրկվել, բռնեք այդ նավավարներին, թույլ չտաք, եւ գրված է բոլոր պարանները կտրեցին, որ նավավարները չփախտեն։ Եվ Պողոս ասեց, լսեք, մարդիկ, մոտավորապես 200 քանի հոգի իր հետ լինողներ, լսեք, այս գիշերն Աստվածը, որ ես պաշտում եմ, նրա հրեշտականը այցելել է ինձ, եւ ասեց Պողոս, մի վախեցիր, դու կայսի առաջ ես կանգնելու։ Քաջացիր եւ զորացիր, եւ հիմա ես ձեզ հետեւյալն եմ ասում, ամեն մեկը մի կտոր հաց կերեք, եւ հացը վերցնեց, գոհացավ, կտրեց ու տվեց ողջ նավավարներին եւ նաեւ գերիներին եւ ասավ կերեք, Տերը ասում է, որ ձեզանից որևէ մեկի գլխից մի մաս չի պակասելու, բոլորդ հասնելու եկավ, որովհետեւ Տերն ինձ ասեց, որ դու կանգնելու ես կայսերի առաջ, եթե ես կանգնելու եմ կայսերի առաջ, սա նշանակում է, որ այս նավը հասնելու է նպատակակետին, քաջացեք եւ զորացեք։ Եվ հենց այդպես է եղավ։ Միգուցե քո նավի մեջ այնպիսի փոթորիկ կա, որ անգամ սնունդդ ես թափում, գործիքներն ես թափում, երբ չես նկատում, ինչ անես, գրված է, որ նավի ետևի մասը ջարդվում էր, որովհետեւ քամին հարվածում էր քարերին։ Միգուցե քո նավը սկսում է քանդվել եւ դու մտածում ես, ով կարող ինձ այս վիճակից ազատի։ Ով։ Բժիշկները չեն կարող, շատ մեծահարուստներ չեն կարող, իմ բարեկամները, եկեղեցիները ոչ մեկը չեն կարող, գիտեք, մեկը կա, որ կարա, նա քեզ գիշերը կայցելի, նա կարա քեզ այդ վիճակից հանի, ես չգիտեմ ինչպիսի մշուշակու կյանքի մեջ պատել, որ դու անգամ ամեն բան տեսնում ես սևացած, հետևյալն եմ ասում, քաջացիր եւ զորացիր, ինչա կատարում ազգերի մեջ, ամբողջ ազգերի մեջ պատերազմները, որ երկիրը փախտենք, որ լավ ապրենք, այդպիսի տեղ չկա լավ ապրելու համար Քրիստոսի մեջ ենք վազել, որտեղ Քրիստոսի ներկայությունը, այնտեղ կա օրհնություն է, գիտեք, երկրորդ օրինացի մեջ մի հետաքրքիր պատմություն կա, ես շատ եմ սիրում այս պատմությունը երկրորդ օրինացում, ես ուզում եմ ձեզ համար կարդամ, միգուցե որոշների համար սա վերաբերվող բանը, ասում ինչպես որ արծիվն է քրքրում իր բույնը, գիտեք, արծիվները իրանց բները սարքում են ժայռերի վրա, ամենաբարձր տեղերում, այնպիսի տեղերում, որ հնարավոր չլինի, որ կենդանիները մոտենան իրենց ձագերին, արծիվները այդպիսի տեղեր են պատրաստում իրանց բները, եւ Սուրբ Գրքի մեջ ասում է, եւ ինչպես որ արծիվն է քրքրում իր բույնը, ու պատկերացնում ես, արծվի ձագերը բնի մեջ են, այնքան ապահով են, այնքան լավ է, միշտ իրաց մաման ճիճուներ ա բերում, օձեր ա բերում, ինչ-որ կենդանիներ ա բերում, լեշեր ա բերում, ինչ-որ բաներ բերում ա իրաց կերակրում, հայրը մի կողմից, մայրը մի կողմից, բերում են ու բերում, հետո մեծացել են, արդեն ուժեղացել են, շատ լավ է, գիտես, երբ որ քեզ անընդհատ կերակրում են, քո տեղը շատ լավն է, դու կասես, ամեն, որովհետև քեզ անդադար կերակրում են, դու ինչի համար աշխատես Եթե կա առանց աշխատել ապրել, ինչի համար աշխատես։ Լավ է, որ առանց աշխատանքի ապրենք, բայց երբ որ դու տեսնում ես, որ այլևս շանս չկա աշխատելու, դու ստիպված ես ինչ-որ մի բան ձեռնարկես։
Դա չես չեմ ասում մի նեղացի, ես չգիտեմ էլ որ դու ես ձերես։ Հետո սուկ գիրքը, հիմա նայում ենք ձաչերին, ձաչերը լավ իրանց համար կերակրվում են, հանկարծ մի օր զգում են, որ իրենց բնից մի հատ ճյուղ դուրս եկավ։ Ոտքը կախվեց իրա չեմ հասկանում։ Պապան ուրա։ Մեկը միսին հարցնում է, պապան ուրա, չգիտեմ, մաման ուրա, չգիտեմ, հետո երկրորդ ճյուղը, հետո երրորդ ճյուղը։ Տարօրինակ բան են նկատում ես ձաքերը։ Հետո նկատում է, որ իրաց պապան ու մաման ոնց որ խելագարի աստիճան են հասել։ Իրանք բլիցը ճյուղեր են հանում։ Գիտես, տարիներով դու կառուցել ես հիմա վայրկյաններում քանդում ես այդ աշեն։ Կարծես չի է լսում։ Նորից են քանդում։ Հետո նորից են քանդում։ Հետո նորից են քանդում։ Եվ դա տեսեք շարունակության մեջ ինչ ասում։ Ասма շուռ է գալիս։ Իր ձաքերի վրա, վայ քո տունը չի վիա, արամ դու մեզ բերել ես, մեծացնում ես, եմիք սկսում ես մեր տունը քանդել մեր գլխի։ Տարածում է իր թևերը, վերառնում նրանց, տանում է նրանց իր թևերի վրա, այնպես Եհովան միայն մանացեց նրան և նրա հետո տարածված չկար։ Հետաքրքիր է, չէ խոսում արծվի մասին, հետո ասում է իրանց հետո տարածված չկար։ Ինչ կապ ունի այս արծվի հետ հետո տարածվածը։ Ասում այնպես է Եհովան նրանց մանացեց։ Գիտեք, մեր կյանքի մեջ պարագաներ են գալի, որ Աստված ինքը սկսում է մեր բույնը քանդել։ Հա, Տեր ջան, ախես ես ձևանում էլի։ Ես քեզ ինչ եմ արել, չի բա։ Խելոք, ինչ բերել ես կերել եմ։ Ինչ տվել ես կերակրվել եմ։ Մի անգամ չեմ ասել, լավն է, վատն է, խելոք, համեստ։ Այս բնիցը դուրս չեմ եկել ես եկեղեցուց։ Հիմա դու խես են ձևի բաներ անում, որ իմ տունը քանդում ես։ Հեշտ պետք է չի, Տեր Եհովայի, ինքը հանգիստ իրա գործին է, ես մի ճուղն էլ հանում, են մի ճուղն էլ հանում, քեզ համար անհարմարավետություն է ստեղծում, այն ժամանակ երբ որ դու գալիս ես եկեղեցի այնքան հարմարավետ էիր, դու հատուկ քո անուն ունեիր, աթոռ ունեիր, աթոռիդ վրա քո անունը ունեիր, այնքան քեզ շատ էին հարգում սիրում, համա քո կյանքի մեջ սկսում են ինչ-որ բաներ կատարվել, գիտեք ամբողջ աշխարհը այդպես է, եւ Աստված գիտի իր որդիներին թաքցնելու ձևը։ Իր նպատակին տանելու ձևը եւ երկրորդ օրինացի մեջ ասում է եւ հետո տարածում է իր թևերը վերցնում է իր ձակերին իր թևերի վրա գիտեք այդ որ ժամանակա դա ժամանակա երբ որ բույնը ամբողջությամբ գլխին քանդում է իր ձակերին եւ այդ ժամանակ դու սկսում ես բխավել ուր ես դու Տեր ինչի՞ց թողեցիր մեկ էլ հանկարծ երկու թևեր ես զգում որ քեզ բարձրացրեց իա այ քո տունը չի 15 րոպե շուտ կգա իրելի քանդեցին մեր տունը Կարծես այդ արծվի հայրը մայրը չգիտեին, որ իրանց բույնը քանդվում է։ Չես թվում է, որ երբ որ քո կյանքի մեջ մշուշ է սկսվել, Աստված չգիտի, որ քո կյանքի մեջ մշուշ է սկսվել, հա։ Երբ որ խավարը սկսեց գալ, դու մտածում ես, որ Աստված այդ ամենի մասին չգիտեր։ Դու մտածում ես, որ Տերը այդ ժամանակ ինչ որ մեկով էր զբաղված։ Մտածում ես, այդ ժամանակ ավելի լավ կլինի, որ հիմա մի քիչ ռոմանեց ընտանիքով զբաղվեն, քո ընտանիքը թողնում եմ, հա։ Մեր Տերը սահմանափակ մտածելակերպ ունի, թե սկսելակորյունի ընտանիքով զբաղվել, մեր տունը թողելա, չէ, այդ ամենակարող Տերը ինքը ամեն բան գիտի եւ նա ինքն է նայում եւ հասկանում է եւ թույլ է տալիս, որ սկսեն քո բնի այդ ճյուղերը քանդել։ Եվ շարունակության մեջ երկրորդ օրինացի մեջ ասում է եւ շուռ է գալիս եւ իր ձակերին իր թևերի վրա տարածում է եւ բարձրացնում է նրանց վեր։ Տանում է նրանց իրանց թևերի վրա, այնպես էլ Եհովան մեզ մանացեց և մեզ հետ օտարացված չկար, եկեղեցի սատի տախտակի վրա թուտուր գրվի, քեզ հետ օտար Աստված չի կարող ծրագիր իրականացնի, որովհետև այն Աստվածը, որի սեփականությունը դու ես, նա թույլ չի տալ օտար Աստված միջամտի քո և իր անձնական գործի մեջ Որովհետև այդ բույնը, սա նրա բույնն է, և որևէ մեկը չի կարող վնասել այդ բույնը։ Որևէ մեկը չի կարող քանդի Աստծո եկեղեցին, որևէ մեկը չի կարող քանդի քո կյանքը, որովհետև հզոր Աստված ունեմ ես։ Նա ամենակարող Տեր է, նա հավիտենականության Հայր է, նա սքանչելի է, նա խորհրդական է, նա իմ Աստվածն է, նա է արարիչը, նա է ամեն ինչը, և նա իմ սեփական Աստվածն է, նա թույլ չի տա իմ կյանքիս մեջ ինչ-որ բաներ քանդվի, բայց չի քանդվում, նրա գիտությունը կա։
Նրա գիտությունը կա։ Քո կյանքի մեջ երբ որ ինչ-որ բաները սկսում են կատարվել, ուղղակի տասա նրա գիտությունը կա։ Ախր դու չես պատկերացնում ինչա կատարվում, դրա համար ես էլ ձև ասել։ Այ ես չեմ էլ ուզում պատկերացնել, ուզում եմ մի բան ասեմ, նրա գիտությունը կա։ Քո կյանքի մեջ նրա գիտությունը կա։ Հետո շարունակության մեջ լատեսեք ինչ ասում, ասում այն, եւ նրան վեր հանեց երկրից բարձր տեղերը, որոնք արտերի պտուղը, եւ նրան վեմերից մեղր ծծել տվեց, եւ ապառան ժայռի ձյուղ, կովերի յուղ, ոչխարների կա, գառների բասանի խոյերի եւ նոխազների ճարպով, ցորենի երիկամունքի ճարպով եւ խաղողի արյունը խմեցիր գինին։ Վերջը բառը լավն էր։ Խմեցիր գինին։ Քո կյանքի մեջ լիքը փոթորիկներ կա, քո կյանքի մեջ մշուշ կա, ով է ինձ հանելու այս մշուշից։ Ինչի Աստված չի պատասխանում, բայց ինչի են դու մտածում, որ Աստված ինքը չի պատասխանում, ինչի չեն մտածում, որ ամենակարող Աստծո աչքերը միշտ նայում են դեպի մեզ, եւ նա լսում է մեր աղեղակը եւ մեր աղերսանքը, եւ նա կարա ինձ այդ վիճակից հանի, ինչքան ուզում են կյանքի մեջ ծանր իրավիճակ լինի, թեկուզ 14 տարի, 14 օր ոչինչ կերած չլինեն, թեկուզ 14 օր քամու անձրևի տակ եղած լինեն, միևնույն է Տերը հայտնվում է եւ ասում՝ մի վախեցիր Պողոս, որովհետեւ դու պետք է կայսերի առաջ կանգնես եւ քո պատճառով այս ամբողջ նավը պիտի փրկվի։ Միայն քո պատճառով, որովհետեւ ես քեզ հետ խոստում ունեմ արած։ Քո գլխի վրայից մի մազ անգամ չի ընկնելու։ Ես գիտեմ քեզ ուր եմ տանում Պողոս։ Ես գիտեմ քեզ ուր եմ տանում իմ դուստր, իմ տղա, իմ աղջիկ։ Միգուցե դու մտածում ես, որ դու նոր ես ապաշխարի քո կյանքը դեռևս թելից կախված է։ Լսի։ Նոր ծնված երեխան ծնողի ավելի ուշադրության կենտրոնում է։ Քան նրանք, որ արդեն չափահաս են, մեծացել են։ Շատ փոքր երեխաներ խանդում են իրաց ծնողներին, որովհետև տեսնում են, որ նորածինին ավելի շատ են սիրում։ Ոնց թե։ Տեսես քան տարի է ես այս տան մեջ ապրեմ, նորածինը ավելի շատ սիրված լինի, ոնց թե։ Գիտեք, կյանքն է այդ ձև։ Մեր Տերն էլ է այդ ձև։ Նոր ծնվածներին Աստված ավելի շատ ուշադրություն դարձել է։ Երբ որ դու մտնում ես եկեղեցի, ինչքան ջերմ եք նկատում։ Արի մի հատ գրկեմ քեզ։ Կասեն տարիներ, կմտնես ինչ կա։ Ոնց արա։ Ես ձեր հովիվն եմ, այն չան եք հովիվն ես։ Նորմալ, այս ճամփեքով էլ եք ասնելու։ Ինչ հետաքրքիր է մեր Տերը մեզ հետ գործում ու ծառայում։ Հիմա եկեք մի քիչ ավելի առաջացնենք։ Եսայա մարգարեության 60-րդ գլուխը 1-ից 2-րդ խոսքերը։ Ես շատ եմ սիրում այս խոսքերը, ես համոզված եմ, որ դու էլ շատ կսիրես։ Գիտեք ինչ եմ բացահայտել, որ երբ որ հովիվը մի բան սիրում է, շատերն են սիրում։ Լատեսեք ինչ ասում, բացի խորովածից։ Ես սիրում եմ, դուք չեք սիրում։ Եսայա մարգարեության 60-րդ գլուխ, տեսեք ինչ ասում, վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսը եկել է։ Գիտես, սա նշանակում է, որ խավար կար պատած։ Հիմա Տերը ասում է վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսը եկել է։ Խավարը կարծես սկսել է ցրվել քո կյանքից։ Քո կյանքի մեջ կա մի հատ ժամանակ, որ դու քո սեփական աչքերով կտեսնես, թե խավարը ոնց է հեռանում քեզանից։ Այն մշուշը, որը որ պատել էր, եւ դու երբ չէիր տեսնում, հիմա Տերը հետեւյալն ասում. վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսը եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, մարախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա, հալելույա։ Վեր կաց, լուսավորվիր, նայտես, ազգերը իր վրա խավար կա պատած, ազգերը շփոթության մեջ են, ով ինչ անի, այնպիսի բաներ է կատարվում ամբողջ աշխարհի մեջ, որ մարդիկ այնպիսի բաներ տեսած չեն։ Դուք պատկերացնում եք, Պարսկաստանում, Իրանում, տարիներ ի վեր, Թեհրանը եղել է մայրաքաղաք։ Հանկարծ մի օր ջրերը սկսել են նահանջել եւ որոշում են կայացել, որ Իրանի մայրաքաղաքը փոխեն Թեհրանին։ Թեհրանը փոխում են, այլևս Թեհրանը չի լինելու մայրաքաղաք։ Ինչու ջրերը սկսելու են հետ նահանջել։
ջուր չկա, մարդիկ ծարավից մեռնում են։ Ես լսում էի իրանց այդ խոսնակներից մեկին, որը ասում էր 100 միլիոնանոց երկիրը ընդամենը կկարողանա 40-ից 50 միլիոն մարդ պահի, որովհետև ջրերը ցամաքում են։ Խուճապ։ Ասում մենք ստիպված ենք հարևան երկրներին ձեռք մեկնենք, որ նրանցից ջուր վերցնենք։ Հայաստան եւ շրջակա այն երկրները, որտեղ որ իրանք մտածում են, որ որտեղից կարան օգտվել։ Հետաքրքիր է, չէ՞, աշխարհի մեծ մասը ջուր է, բայց այդ ձևի հազար երկրում հանկարծ սկսել է ծարավ։ Այսքանը քիչ է, մեկ էլ հանկարծ ներքին ցույցերը սկսեցին ական թարթորել։ Այս ցույցերը այնքան զարգացան, որ սկսեցին մահապատիժները շատանալ։ Մարդիկ սկսեցին իրար սպանել, խփել, բանտարկություններ, շատ ծանր վիճակներ։ Մենք ասում ենք ինչի։ Կտեսնենք դրան։ Եթե կտեսնենք ինչի։ Խոճապ ամբողջ աշխարհի մեջ, ես ի՞նչ կատարվում է ամբողջ աշխարհում ժողովուրդ ջան։ Հալեպը ռմբակոծեցին։ Ես ի՞նչ կատարվում, դե հայ շատ ընտանիքներ, փողոցներ փողոցներում մնացին դրսում, որովհետև ռմբակոծեցին իրենց տները, շատերը փախան։ Ես ի՞նչ կատարվում, ինչի համար։ Բայց մարդիկ ասում են, որ պետք է խաղաղություն լինի այս երկրի վրա։ Բա ինչի ուրա։ Մշուր։ Մարդիկ չգիտեն ինչ կատարվում։ Ինչպես։ Հա։ Հիմա Եսայիա մարգարեն ասում է. «Վեր կաց, լուսավորվի, լույս է եկել է։ Ազգերի վրա խավար կա պատած, բայց քեզ վրա բայց քեզ վրա ծագել է Տիրոջ փառքը»։ Հալելույա։ Նա եկեք մի քիչ ավելի խորանանք թեմայի մեջ։ Ամբողջ Աստվածաշունչը լիքն է այսպիսի պատմություններով, որ ինչքան պատմել, կարելի է անդադար պատմել։ Երկրորդ մնացորդած 32-րդ գլխի մեջ հետաքրքիր մի բան է տալիս։ Մենք գիտենք, որ Ասորստանը ինքը իշխող երկիր է եղել։ Ոնց որ նախկինում նաև եղել է Պարսկաստանը, ոնց որ նախկինում եղել է նաև Հռոմը։ Տեսեք ինչպիսի երկրներ են ոչնչացել, ինչպիսի երկրներ են փոքրացել, այնքան փոքրացել են, ինչպես եղել է նաև Հունաստանը, Մակեդոնացու ժամանակ։ Սրանք գեր իշխող հզոր երկրներ են եղել։ Եվ Ասորստանը, այսօր Ասորստան երկիր գոյություն չունի, մի քանի ասորիներ կան։ Բայց զարմանալի ու հետաքրքիր բան է կատարվում։ Ասում Ասորստանը իր հզոր զորքով վեր կացավ եւ եկավ Սամարիայի վրա, եկավ Երուսաղեմը շրջափակեց։ Եվ գիտեք ինչ է գրված։ Ամենասկզբում այնքան սիրուն է գրված։ Ասում այս գործերից եւ հավատարմությունից հետո եկավ Ասորստանը։ Քանի անգամներ եք լսել, որ ասում են, եթե դուք ճիշտ ապրեք, դուք կօրհնվեք։ Այս մարդը Եզեկիան խելոք Աստծո տունը կառուցեց, ամեն բան կարգավորեց, մեկ էլ հանկարծ այս Սենեքերիմը, որ սատանայի գործակալն էր, վեր կացավ եւ ասեց գնում ենք պարսկավոր քաղաքները գրավելու, այն թվում Երուսաղեմը։ Եվ գրված է եկան եւ Երուսաղեմը ամբողջությամբ շրջապատեցին։ Եվ այնպիսի շրջապատում տեղ ունեցավ, որ չեր են երևում համրանքը Ասորստանի։ Ամբողջ երկիրը խավարել էր։ Եվ Երուսաղեմը մտածում էր ոնց կար այդ փոքր քաղաքը ոնց կարա ազատագրվի Ասորստանից։ Եվ Ասորստանը անգամ իր մասին ներկայացնում է դեռևս ոչ ես, ոչ իմ հայրերը չեն եղել որ մի երկրի վրա պատերազմ գնանք եւ այդ երկրի թագավորը կամ այդ երկրի աստվածը իրանց փրկի։ Բոլորին բնաջինջ են կարել։ Սատանան երբ որ այցելության է գալիս մարդուն մի քանի գործողություն կա, որ մարդու կյանքի մեջ անում։ Ամենաառաջին բաներից մեկը, որ սատանան երբ որ այցելում է, մարդու մեջ բերում է վախ։ Հետո մարդու մեջ բերում է հուսահատություն։ Երրորդը մարդու կյանքի մեջ բերում է կործանված ապագա։ Որ մարդը ամբողջությամբ հույսը կտրի։ Նախ քեզ սկսում է վախեցնել, դու սկսում ես վախել, ոնց է լինելու, ի վերջո ոնց է լինելու, իմ ընտանիքի վիճակը ոնց է լինելու, այնպես է քեզ վախեցնում, կարծես առանց Աստծո մարդ ես դու։ Կարծես այն Աստվածը, որին որ դու պաշտում ես, դու ես իրան ստեղծել, ոչ թե ինքը քեզ։ Հաճախակի եմ ես բառը օգտագործում, որովհետև նա ով որ քեզ ստեղծել է, նա քո մասին մտածել է օրերից առաջ։ Եվ դու նրա հիշատակած գրքի մեջ գրված ես։
Դու չես կարող կորչես հենց հենց։ Չես կարող։ Ուր ուզում ատորես, նա ուտերը գիտի։ Հիմա սուն գրքի մեջ նկատում ենք, որ այս Ասորստանը երբ որ եկավ, առաջին բանը, որ ինքը բերեց, վախ, որ բոլորը սկսեն վախենալ։ Գիտեք, մեր կյանքի մեջ երբ որ սկսում է մշուշ տեղ ունենալ, մենք սկսում ենք վախենալ։ Ով ինձ կազատեց վիճակից, այս ինչա կատարվում, ոնց եմ դուրս գալի, ինչ որ մեկի ես հանդիպում, անեց կա կյանքիդ մեջ։ Այդքանը քիչ էր հմիկել անեց, ինչ որ մեկը հանդիպեց։ Տատերից տա եկել, դու թղթա գիրանողների մոտ ես մի հատ գնալու։ Այսքանը քիչ էր, այս ինչա կատարվում ինձ հետ։ Հանկարծ հիվանդություն է ինչ որ միտեղ բուսնում, այսքանի քիչ է։ Հետո մի ուրիշ խնդիր։ Սատանան երբ որ այցելում է մարդուն ամենաառաջինը սկսում է վախեցնել։ Գիտես, երբ որ սկսում ես վախը զգալ, քեզ ուժեղացրու։ Դա հասկացի, որ դա սատանան է։ Աստծուց երբեք վախ չի գալի մեր կյանքի մեջ մեր ապագայի նկատմամբ, որովհետև Աստված ապահովել է մեզ համար ապագա։ Բայց սատանան երբ որ գալիս է սկսում է վախացնել, երբ որ Ասորստանը եկավ եւ Երուսաղեմը սկսեց շրջապատել, սկսեց առաջին բանը, որ սկսեց անել, սկսեց վախեցնել։ Ով է քեզ ազատելու այս վիճակից։ Երկրորդ բանը, որը սկսում է սատանան քո կյանքի մեջ անել, որ վախից հետո սկսում է քեզ հուսահատեցնել։ Վայ, ելք չունես։ Դու ելք չունես։ Սպասի զանգեմ ես ինչի, զանգում եմ։ Լավ կլինի էլի չզանգես, այդ ձեր խնդիրներով զանգում եք ինձ, հենց այստեղս խաղաղությունս կորցնում եք, այդ չզանգեք ինձ։ Վերջ։ Ելք չունես։ Ում զանգեմ, որ ինձ այս վիճակից հանի։ Ելք չունես։ Գնում ես Տիրոջ առաջ։ Տեր, մի հատ խաղաղություն է գալիս, ասես երանի ես խաղաղության մեջ մեռն եմ։ Գիտեք, այս խաղաղությունը խի է գալի։ Տերն ասում է ելք կա։ Տեր ելք չկա։ Տերն ասում է ելք կա, Տեր ելք չկա։ Դու ինչ գիտես ելք կա թե չկա։ Դու կարողանում ես մշուշը տեսնես, մշուշից եկում, չէ։ Բա որ չես տեսնում, ես քեզ ասում եմ, ելք կա քեզ համար։ Տեր ախր դու այս խնդիրների բազմությունը տեսնում ես, ելք կա քեզ համար։ Ես գիտեմ քեզ հանելու ձևը, ես գիտեմ քեզ օրհնելու ձևը, լսի, Տեր, այն օրը մեկը մարգարեացավ, ասավ, որ ապագատ կործանված է, լսի, ես եմ ապագան որոշողը, ես եմ քեզ համար ապագա որոշողը, ես կարամ քեզ տամեն ապագան ինչ որ Աստված ցանկանում է քո կյանքի մեջ տեսնել, եւ հիմա Ասորստանը եկել է եւ ամբողջությամբ շրջապատել է, եւ 32-րդ գլուխ 11-րդ խոսքի մեջ տեսեք ինչ ասում. Չէ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որ ձեզ սովի ծարավության մահվան մատնի ասելով, թե մեր Աստվածը Եհովան մեզ ազատելու է Ասորստանի թագավորի ձեռքից։ Առաջին կասկածներից մեկը, որպեսզի քո կյանքը քանդի, սկսում է քո տան լիդերի միջոցով։ Եզեկիան քեզ խաբել է։ Այդ ձեր հովի եղբայրն ասեմ, որ ամենակարողա Տերը։ Այ մի ամիտ է լանայք իրա կյանքի։ Քեզ ինչ պետք է իմ կյանքը։ Քեզ պետք է դու լսես այն Աստծու ձայնը, որը որ քեզ հետ խոսում է։ Եվ հիմա սատանան մոտեցել է եւ խոսում է ժողովրդի ակաշներին, ասում է՝ լսեք ով մարդիկ։ Եզեկիան ձեզ ասել, որ ձեր Աստվածը կարա ձեզ այս վիճակից հանի։ Մի լսեք նրա ասածները եւ նա սուտ է մարգարեանում ձեզ համար։ Գիտեք, եթե անգամ ձեր հովիվը սխալ մարգարեություն անի ձեզ համար, Աստվածաշունչ Մայթյանը լավագույն օրինակելի մարգարեն է մեզ համար։ Լսեք այս մարգարեի խոսքը։ Ժամանակներ կասնի հովիվներ կփոխեք դուք։ Հոգևոր հայրեր կունենաք դուք, ուրիշ հայրեր, բայց Աստվածաշունչը կմնա նույնը բոլոր ժամանակների մեջ։ Ես սա լավագույն մարգարեն է, ինչ ասում ես մարգարեն վերջի օրերի համար ինձ ու քեզ։ Այդ ժամանակ Երեմիա մարգարեի ձայնը եթե լսես հետևյալը կասես, այսպես է ասում Տերը, որ ես հույս եւ ապագա ունեմ քեզ համար։ Ամեն, հալելույա։ Ասաղած Երեմիան մենք հույս, այ մարդ, արա քո ինչ գործն է, ես քեզ համար հույս ու ապագա ունեմ։ Ես ուզում եմ օրհնեմ քեզ։ Մի վախեցեք, մի հուսահատվեք։ Ես ուզում եմ օրհնեմ քեզ։ Որովհետև իմ ձեռքս քեզ հետ է, լսիր։ Ինչ ասում Սենեքերիմը, այդքան կարևոր չի։ Ինչ ասում Եզեկիան, դա է կարևորը։ Որովհետև Եզեկիան Տիրոջ խոսքն էր ասում։ Ես քեզ օրհնելու եմ։ Ազգերը պետք է տեսնեն, որ ես քեզ օրհնելու եմ։ Ժողովուրդները պետք է տեսնեն, որ իմ ձեռքս միշտ քեզ հետ է եղել։ Դու ընկել ես
Հիվանդության մեջ ես քեզ հանել եմ այդ մահվան ձորից։ Դու չես մահացել։ Շատերը մահացել են այդ հիվանդությունով, բայց դու կենդանի ես, գիտես ինչի, որ Տիրոջ փառքը պատմես։ Շատերը պարգևի պատճառով կախաղան են եղել, բայց դու ինքնասպան չես լինելու եւ քո ընտանիքը պիտի օրհնեն։ Ինչու՞, որպեսզի իմ փառքը պատմես։ Շատերը լուրջ դժվարությունների մեջ գերության են գնացել։ Լսի, երկա, գիտեմ երկը որն է, երիկամներս կվաճառեն դուրս կգամ այս վիճակից։ Լսի։ Միթե քո Աստված այդքան փոքր է։ Ես չեմ կարող հանեմ քեզ այդ վիճակից։ Քո կողքին ասա ինձ համար երկը։ Ինձ համար երկը։ Եթե բոլոր ճանապարհները փակվեն, ինձ համար երկա, Տերը ինձ պետք է պահի օրհնի։ Տերը իր ձեռքը պետք է մեզ վրա պահի, ինձ համար երկը։ Որովհետև նրա սերը եւ նրա ողորմությունը մեզ հետ է։ Եվ ամեն առաջինը Սենեքերիմը, որ ասել ժողովրդի սիրտը կոտրել հետեւյալն էր ասում էր, որ Եզեկիան ձեզ համար սխալ մարգարեություններ արել։ Եվ ասեց անվստահություն բերել իրանց առաջնորդի նկատմամբ։ Մի հավատացեք ձեր առաջնորդին։ Սա էր ասում Ասորստանը։ Բայց Եզեկիան ժողովրդին ասեց. լսեք ով մարդիկ, եւ տեսեք ինչ ա գրված։ Նրա հետ կա մարմնեղեն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստվածը Եհովան, որ մեզ օգնի եւ մեր պատերազմները պատերազմի, եւ ժողովուրդը վստահեց Յուդայի թագավոր Եզեկիայի խոսքերի վրա։ Ես չեմ ասում ապավինեք ինձ։ Ես ասում եմ ապավինեք այդ ամենակարող Աստծուն, նա կարա հանի մեզ այս վիճակից։ Մարդիկ ինչ են ասում, Տերը ինչ ասում։ Էսա կտենակ ձեզ հետ ինչ ա կատարվելու, էսա կտենակ։ Քանի օքի Facebook-ում կարդացել է ձևի բաներ։ Հայեր փախեք, էսա տեսեք ինչ ալու։ Հայեր, ուր ենք մենք փախնելու։ Մենք փախնելու մի հատ տեղ ունենք, երկրպագելու։ Հալելույա։ Մենք չենք վախենում։ Գիտեք խի չենք վախենում, որովհետև մեր Աստծո թևերը շատ ընդարձակ են։ Ինքը մեզ կբարձրացնի, կտանի, կիչացնի, նորից կբարձրացնի։ Դուք ասես ինչի, մեզ թռնել է սովորեցնում։ Մեզ ապրելու ձև է սովորեցնում։ Երբեք մի վախեցեք, երբեք, որովհետև այն Աստվածը, որը որ քեզ բերել է այստեղ, նա էլ քեզ թռնել է սովորացնելու։ Նա քեզ կերակրվել է սովորացնելու, նա քեզ օրտնվելու ձև է սովորեցնելու, բայց միշտ իմացեք, մարդիկ կան, որոնք մարգարեանում են մեզ համար։ Ձեր վերջը վատ է լինելու, բայց Եզեկիան ասում է մեր վերջը լավ է լինելու։ Առաջինը, որ թշնամին ամեն ինչ անում է, ուզում է քո հավատքը, քո հույսը կտրի քո առաջնորդի խոսքերից, քո վերջը վատ է լինելու։ Մտածի քո մասին, շուտ արա, տոն սերտար, թռի, ուր, չգիտեմ, բայց գնա, ուր ուզում ես գնա։ Տերը ինձ հետ է, նա օրհնել է իմ կյանքը։ Ամեն, նա օրհնել է իմ կյանքը։ Եթե Տերը վաղ ուզենա քեզ տեղից տանի Ամերիկա, փառք Տիրոջը, նա օրհնել է քո կյանքը։ Եթե ուզենա ստեղից քեզ տանի Հայաստան, փառք Տիրոջը, նա օրհնել է քո կյանքը։ Եթե ուզենա քեզ տեղ պահի, նա օրհնել է իմ կյանքը, փառք Տիրոջը, հալելույա։ Նա օրհնել է իմ կյանքը։ Ես ում եմ պատկանում։ Տիրոջը, ես նրա սեփականությունն եմ։ Ես նրա որդին եմ, ես նրա աղջիկն եմ։ Ինքը իրավունք ունի այս եկեղեցին քանդելու, ինքը իրավունք ունի այս եկեղեցին հաստատելու։ Դուք ասես ամեն։ Իր տունով կարա քանդի։ Ոչ մեկը։ Մենակ ինքը ինչ ուզենա է իրավունք ունի անելու։ Լավ անում ինքը։ Շատ լավ անում։ Ինչ որ մեր կյանքի մեջ անում է, մենք արժանի ենք։ Թող անի։ Ինչքան լավ բաներ կարա թող Տերը մեր կյանքի մեջ անի։ Մենք արժանի ենք։ Որովհետև մենք իր զավակներն ենք։ Երկրորդը, որ նկատում ենք 32-րդ գլուխ 15-րդ խոսքի մեջ է գրված, ասում է. Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի եւ ձեզ չմոլորեցնի այդպես եւ նրան մի հավատալ, որովհետեւ ոչ մի ազգի եւ թագավորության ոչ մի Աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ ձեռքից եւ իմ հայրերի ձեռքից, ուր մնաց ձեր Աստվածը։ Լես խևի, ինչքան դեբիլություն կա խոսում։ Գիտեք սատանան է ձևը։ Նա ամեն ինչ անում է, որ Աստծո ժողովուրդը կոտրվի, ջարդվի։ Երկրորդը սկսում է կասկածներ բերել քո Տեր Աստծո վրա։ Լսեք ասում է,
Իմ հայրերի ձեռքից ու իմ ձեռքից ոչ մեկը չի կարողացել իր ժողովրդին փրկի, ոչ մի Աստված չի կարողացել մեր դեմ կանգնի, ինչ ամպագորգոր, ինչ սիրահարված արտահայտություններ իր անձի նկատմամբ, ոչ մեկը, եւ սկսում է կասկածներ բերել, հլա լսեք, ինչքան մարդիկ են եղել Աստվածապաշտ, վայ, այդ վիճակով էլ թենց գնացի, գիտես, դու հայելի ճիշտ է, մեր հարևանն էր Աստվածապաշտ, նա էլ է ձև եղավ, սկսում է քեզ համոզել, դու էլ սկսում ես հավատալ, եւ այս նույն բանը ստեղ է կատարվում, ինքը սկսեց երկրորդ կասկածամտությունը բերեց, երկրորդ կասկածները քո Տեր Աստծո վրա էր, չի կարա քո Տեր Աստված իմ ձեռքից քեզ ազատի, դա ասում է քո պրոբլեմը, բայց լսի, դու միթե ձևի Աստծո ես հավատացել, եւ շարունակության մեջ դա տեսեք ինչ է խոսում, 16-րդ խոսքը, եւ դեռ ատելի խոսեցին նրա ծառաները Տեր Աստծո մասին, եւ նրա ծառա Եզեկիայի մասին, եւ Սենեքերիմը նամակներ գրեց Իսրայելի Տեր Աստծուն հայհոյելով, եւ ասելով նրա մասին այսպիսի խոսքեր. Երբեք մի հավատա, եթե մի ձայն Աստծո ձայնն է, նա երբեք ինքը քո Տեր Աստծուն չի հայհոյի. Եվ նա երբեք չի նսեմացնի և չի արժե զրկի, ընդհակառակը, եթե քո Տերը քեզ հետ խոսի, նա կբարձրացնի, ով այն Աստվածը, որին որ դու պաշտում ես։ Բայց Սատանան ամեն ինչ անում է, որպեսզի մենք մեր հույսը գցենք, կտրենք եւ մեր հովիվների խոսքերից այն Աստծուն, որին որ մենք պաշտում ենք, բայց քան ժամանակ որ մենք պաշտում ենք, միթե այդ Աստվածը չգիտի ով եմ ես, միթե նա չի կարող ինձ այս վիճակից հանի, միթե ինքը մոռացել է ինձ, միշտ քաջացի եւ զորացի, այն Աստվածը, որը որ քեզ ծնունդ է տվել այս երկրի վրա, նա քո օրերի սկզբից մինչև քո օրերի ավարտը գիտի քո մասին, եւ նա ծրագրել է քո կյանքը, երբեք չվախենաս, դու կասես ամեն, ինչքան ուզում է քո կյանքի մշուշը թանձր լինի, միշտ իմացի, Տերը քեզ հետ է, երրորդ բանը, երրորդ գլուխ, 32-րդ գլուխ, 23-րդ խոսքը, 20-րդ խոսքը, 20-րդ խոսքը, եւ Եզեկիա թագավորը, եւ Ամոսի որդի Եսայիա մարգարեն, աղոթք արին այս բանի համար, եւ աղաղակեցին դեպի երկինք, հալելույա, երրորդ կարևոր բանը ինչ պետք է արվեր, այդ մշուշի մեջ, այդ խառնաշփոթության մեջ, հասկացեք ամբողջ ժողովուրդը խուճապի է մատնվել, որովհետև Սենեքերիմի զորքը երբ որ տեսնում են խուճապի են մատնվում, ինչ է լինելու մեր ապագան, ինչ է լինելու, ոնց է լինելու, լավ է լինելու, Եսայիան եւ Եզեկիան միաբանվեցին ու սկսեցին աղոթք անել Տիրոջը, գտի մեկին, որի հետ կսկսես աղոթել, քո ամենակրիտիկական ծանր իրավիճակների մեջ, որ ինչ որ մեկը քեզ ասում է, որ հույս չկա, զանգի նրան, ով որ ասում է հույս կա։ Մի լսի Պարիսպից այն կողմին չեն ասում, լսի Պարիսպի ներսում, մարգարեն քեզ համար ինչ ասում։ Եվ սկսեցին աղոթք անել Տիրոջը։ Միաբանվեցին եւ սկսեցին աղոթել։ Միաբան աղոթքի մեջ զորություն կա։ Սու գրքի մեջ գրված է. ինչ բանի համար որ միաբանվեք եւ աղոթք անեք, պիտի ստանաք։ Ինքն ասում, Տերն ասում։ Խնդրեցեք։ Չի ասում խնդրի։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Փնտրեցեք եւ կգտնեք։ Դուռը թակեք եւ կբացվի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրողը տեսեք ստեղ ոնց է խոսում։ Ամեն խնդրողը, չի ասում ամեն խնդրողները։ Ինչ լավ Աստված ունենք։ Այն հոգսը, ինչ որ դու միաբանության մեջ բերեցիր Տիրոջ առաջ, դու դա անհատապես կստանաս։ Միաբան աղոթքը կարևոր է։ Եկեղեցի շատ սիրեք միաբան աղոթել։ Իրար շատ սիրեք, իրար հետ աղոթներ բարձրացրեք, թող Տերը օրհնի ձեր կյանքը։ Ճանաչենք մեկը մյուսին, որովհետև դուք են մարդիկ եք, որ մեկը մյուսին կողքին պետք է լինեք ձեր դժվար օրերի մեջ, եւ դուք պետք է իրար համար աղաղակ բարձրացնեք Տիրոջը։ Ես շատ եմ մխիթարվում, ուրախանում եմ, երբ որ ամեն չորեքշաբթի գալիս եմ տեսնում աղոթող մարդիկ ստեղ։ Գիտեք, եթե այս քաղաքի մեջ արթնություն լինի, այդ մարդիկ են պատճառը լինելու, ոչ թե դու, իմանաս։ Ոչ թե դու։ Աղոթող մարդիկ պատճառ կլինեն, որ այս քաղաքի ճակատագիրը կփոխվի։
Որովհետև աղոթող մարդկանց կյանքը Տերը սկսում է օրհնել, որովհետև նրանք բարեխոսող մարդիկ են։ Միաբանվեցին եւ աղոթեցին։ Գտեք մարդիկ, որոնք որ ձեր կողքին կկանգնեն եւ սկսեն բարեխոսել ձեզ հետ միասին։ Եվ Տերը կսկսի օրհնել ձեր կյանքը։ Ամեն։ Հալելույա։ Եկեք հաջորդ փուլը գնանք։ Մենք տեսնում ենք 4-ը միաբան աղոթքներ։ 4-ը, 5-րդը 32-րդ գլուխ 23-րդ խոսք։ Եվ շատերը անծանր էին բերում Երուսաղեմ Տիրոջը համար եւ պատվական բաներ Հուդայի Եզեկիա թագավորի համար եւ նա բարձրացավ բոլոր ազգերի աչքում սրանից հետո մի քայլ հետևից գա։ Երբ որ Եսայիան եւ Եզեկիան սկսեցին աղոթք անել միաբանությամբ, հետաքրքիր բան է գրված, ասում է եւ Տերը իր հրեշտակը ուղարկեց եւ Ասորստանի իշխանավորներին եւ զորքի մեծամեծներին սկսեց սպանել, հենց բանակի մեջ։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Աստված սկսում է շարժվել, որտեղ կա միաբան աղոթք, Աստված այնտեղ սկսում է շարժվել։ Քեզ համար լավագույն միաբան աղոթքի տեղը դա քո ընտանիքն է։ Միաբանվի քո ընտանիքի հետ եւ սկսի քո հոգսի, քո խնդրի, քո խնդրի համար աղոթք բարձրացնել։ Եթե երկու հոգի ինչ բանի համար որ միաբանվեն ու սկսեք աղոթել ձեր խնդրի համար, ձեր խնդրի համար։ Երբ որ մեր եկեղեցու մեջ խնդիր առաջանում, ես ուրիշ եկեղեցիների չեմ ասում աղոթեք մեր եկեղեցու համար։ Ես մեր եկեղեցուն եմ ասում աղոթեք մեր եկեղեցու համար։ Գիտեք ինչի, որովհետև ավելի լավ ջանասեր աղոթող չկա, քան նա, ով որ իմ հետ նեղության ընկեր է, գերության մեջ, որ տեսնում ենք, որ գերություն է, մշուշ է, եւ մենք մեր եկեղեցու մեջ ենք սկսում աղոթք ու բարեխոսություն բարձրացնել։ Գիտեք, շատ մարդիկ չգիտեն մեր եկեղեցու խնդիրները, եթե դուք չեք ասում։ Չգիտեն։ Անկամ իմ ընկերները չգիտեն։ Բոլորը գիտեն, որ Վալգագրադի եկեղեցին ոչ մի խնդիր ու խնդիր չունի, հալելույա։ Բայց ես գիտեմ մեր եկեղեցու խնդիրներն ու խնդիրները։ Դուք գիտեք մեր եկեղեցու խնդիրներն ու խնդիրները, բայց մենք բարեխոսում ենք, աղոթում ենք եւ փոխվում է։ Որովհետեւ սա է ուզում Տերը։ Եվ երբ որ սկսեցին աղոթել, ասում Տերը հրեշտակին ուղարկեց, ասավ գնա, կոտորած սկսի Ասորստանի բանակի մեջ, եւ գնաց բոլոր զորավորներին եւ մեծամեծներին սկսեց ջարդել հրեշտակը։ Եւ գրված է, Սենեքերիմը տեսավ ինչա կատարվում։ Գիտեք այն Աստվածը, որը որ Սենեքերիմը նսեմ ասում է, այդ Աստվածը սկսեց Սենեքերիմի բանակի մեջ շարժվել։ Եվ Սենեքերիմը այդպիսի բան չէր տեսել։ Մեծամեծները եւ զորավորները մեռնում են, ես չգիտեմ, կամ իրար սպանում էին, կամ չգիտեմ, հարբում մեռնում են, ես չգիտեմ ինչ էր կատարվում, բայց նրա մեծամեծները միգուցե կորոնավիրուս էին եկել, չգիտեմ, բայց մեռնում էին։ Հետաքրքիր ձևերով մեռնում էին։ Գրված է, որ Սենեքերիմը վախեցավ ու փախավ իր երկիրը։ Եվ ասում է, երբ որ մտավ իր տաճարը, իր տղաները հասան ու Սենեքերիմին սպանեցին, իր սեփական տղաները։ Ու պատկերացնում եք Սենեքերիմի աչքերը բացում է եւ հանկարծ տեսնում է այն Աստվածը, որին որ Իսրայելը պաշտում էր։ Վահ։ Բայց երբ չունի Սենեքերիմը, Սենեքերիմը հավիտենություն է մտել արդեն։ Դժողքը իր կացարանն է դարձել։ Եվ ինքը տեսնում է այն ամենակարող Աստծուն, որին հուսացել էր Եզեկիան։ Աստծո մարդիկ, ձեզ համար ելք է։ Ու երբ որ միաբան աղոթքից հետո հաջորդ բանը սկսեց տեղի ունենալ, ասում է եւ Տերը Եզեկիայի անունը բարձրացրեց, հեղինակությունը մեծացրեց եւ բոլոր ազգերը անծաներ ու նվերներ էին բերում Երուսաղեմ։ Տերը սկսեց օրհնել։ Ուզում ես կյանքդ օրհնվի, մի քանի բան կա որ պետք է անես։ Ամենառաջինը որ դու պետք է անես, միշտ առաջնորդների նկատմամբ վստահություն ունեցի, որովհետև նրանք խոսում են քեզ Աստվածաշնչից։ Երկրորդ կարևոր բանը, որ դու պետք է ունենաս, երբեք ուշադրություն մի դարձնա, թե Սենեքերիմը ինչ ասում քո Տեր Աստծո մասին, դու գիտես, որ քո Տեր Աստվածը ամենակարող Տեր է։ Այսօր լուր է, բայց վաղ իր ձայնը բոլորը պետք է լսեն։ Եվ դրա համար ես վստահում եմ, իմ Աստվածը ամենակարող Աստված է։ Երրորդը մենք տեսնում ենք ներողություն եմ խնդրում, երրորդը 32:13-ի մեջ տեսեք ինչ է գրված։ Ես ուզում եմ անպայման այս տողը կարդամ։
Դու գիտեք, թե ինչ արինք, ես և իմ հայրերը, երկրների ժողովուրդներին, միթե կարողացան այն երկրների ազգերը, աստվածները, նրանց երկիրը ազատել իմ ձեռքից։ Աստծո մարդիկ, ես ուզում եմ ասեմ, սա սատանայի տակտիկաներից մեկն է, սա չի կարող մոռանամ հանկարծ ձեզ չասել։ Սատանան միշտ ինքը իրան մեծացնելու ձևը գիտի։ Նա, ով որ ուզում է քեզ օրհնության պատճառ դառնա, նա երբեք իր մասին մեծ բաներ չի ասում։ Նա անում է այն, ինչ որ կարա քեզ համար անի։ Բայց երբ որ մեկը ուզում է քեզ նսեմացնի կամ գցի, ինքը սկսում է իրան մեծացնել։ Հանդիպել եք չէ մարդկանց, որ առաջի բանը որ հանդիպում ես, ամեր եկեղեցի գիտեք ինչ ձև, ամեր եկեղեցի զորանում, ամեր եկեղեցին հզոր է, մենք սենց ենք անում, հենց ենք անում, գիտեք խի ասում։ Հələ լրիվ տեսին չի մար ասում։ Ուզում է քեզ բուջուրացնի, իրան մեծացնի։ Այն մտանիքը գիտես ինչ փողեր են ասես ֆրֆրում բան։ Հենց որ ասում ես 100 ռուբլի կտաս աղբերս հաշ չեմ արել։ Աղբերս այսօր առանց փողեն դուս է գտած։ Հա ոչինչ փոխանցում արա, կարտասը չեմ բերել, երախեն վերցրես գնաց խաղերի։ Սատանան միշտ հատկություն ունի ինքը իրան մեծացնելու։ Միշտ ճանաչի նրան ով է ինքը։ Լրի, սպասի դες ինչ ա ուզում ինքը ասածնի։ Սենեքերիմը սկսեց ինքը իր մասին մեծամեծ բաներ ասել։ Ես ով եմ։ Եվ հենց այդ ժամանակ Եզեկիան ասեց. սպասի մեկ է ցույց տամ թե մենք ով ենք։ Եսայա գնացին աղոթել։ Աղոթքից հետո Տերը թշնամիներին բարձրացրեց հրեշտակը եւ ամբողջ զորքը ջարդեց։ Եվ դրանից հետո սկսեց Իսրայելի կյանքի մեջ օրհնությունները, քու կյանքի մեջ օրհնությունները, որտեղ կա աղոթք, այնտեղ կա հաղթանակ։ Որտեղ կա փորձություն, այնտեղ կա ելք։ Երբ որ դու փորձության մեջ ես, մի մտածի, որ ելք գոյություն չունի։ Երբ որ մշուշ ամբողջ 4 կողմը, լավ հիշի Եսայա մարդկության կարող է ամբողջ քարոզս մոռանաս, բայց Եսայա 60-րդ գլուխը երբեք չմոռանաս։ Վեր կաց, լուսավորվի, որովհետև լույսը եկել է։ Եվ լավն է ազգերի, ամբողջ ազգերի մեջ խավար կա, բայց քեզ վրա Տիրոջը լույսը։ Եվ լավն է, բոլորը շարունակության մեջ գրված է, գալիս են դեպի քո լույսը։ Գիտես ինչի, որովհետև դու ապահով ես։ Ու սա հասկանում է, որ դու ապահով ես, եթե դու ապահով ես, ուրեմն ստեղ ամենալավ տեղն է։ Եկեք վստահենք մեր Աստծո մարդիկ։ Եկեք չմտածենք ոնց է լինելու։ Իհարկե մենք մարդ ենք, բա ոնց է լինելու այս մեր վիճակը։ Օրը կգա, բարին հետը գալու է։ Օրը կգա, Տերը ծրագիրը կբերի։ Երբ որ Հայաստանի մեջ 1915 թվականին մեծ եղերնը եղավ, եղերնից առաջ դու կարդացած կլինեք այդ գիրքը, աշխարհի երջանկագույն մարդիկ, Ռոզեֆ Տիմը Շաքարյանները։ Ընդամենը 7 տարեկան մի երեխա վեր կացավ եւ մի գծագիր արեց, մի քարտեզ գծեց եւ ասեց Տերն այսպես է ասում, որ փախեք այս երկիրը։ 7 տարեկան երեխա, այդտեղ կային հովիվներ, այդտեղ կային քահանաներ, այդտեղ կային հոգևորականներ, բայց ասված է 7 տարեկան երեխայի միջոցով քարտեզը գծեց, փախեք։ Նրանք ովքեր դուրս եկան, ապրեցին, ովքեր դուրս չեկան, մեծ եղերնը տեսան։ Բա ոնց է լինելու մեր վերջը։ Վերջը լավ է լինելու։ Տեր Հիսուսը եկավ, վերջից ասա, որ լավ է լինելու ամեն բան։ Եթե մենք վստահենք այդ ամենակարող Տիրոջը, Տերը ինքը իր քարտեզը քեզ համար է գծել։ Ինքը գիտի քեզ օրհնելու ձևը։ Երբեք չմտածես, որ Աստված քեզ մոռացել է։ Դու իր որդին ես։ Տերը շատերին կմոռանա, բայց ինձ չի մոռանալու։ Կասես ինչի։ Ոչ թե որովհետև ես հովիվ եմ, այլ որովհետև ես եմ իր տղաներից մեկը։ Տերը քեզ չի մոռանալու։ Ինչի։ Որովհետև դու իր աղջիկներից մեկն ես, ինքը չի կարա քեզ մոռանալ։ Երբ որ ձեր տան մեջ պրոբլեմ, ինչ-որ մի բան ա լինում, կամ հացի կրիզիս ա սկսվում, երեխաներից որ մեկին ես մոռանում, դրած ուտում ես, իհարկե, ոչ մեկին չես մոռանում, բոլորին հիշում ես, բոլորին փայ ես հանում, միթե Տերը կարա քեզ մոռանա, քո կյանքի մշուշը ինչքան ուզում ա թանձր լինի, քո երգը այնքան փառավոր ա լինելու։ Դու կասես ամեն, որովհետև այն Աստվածը, որը որ քեզ կանչել է, նա քեզ տանում է քո նպատակակետին։ Հալելույա։ Ուզում եմ փակես հիմա քո աչքերը։ Ինչ ես նկատում դու հիմա։
Ինչ է սենեքելիմը քեզ ասում, որ քեզ համար հույս չկա, որ խավար կա պատած քեզ, ուզում եմ այդ մշուշից վերև դու տեսնես այն ամենակարող Աստծուն, որը միշտ քո դժվարության ժամանակ քեզ հետ է եղել։ Միգուցե այսօր ինքը մի քիչ ուշանում է պատասխանելուց, ոչ թե որովհետև ինքը մոռացել է քեզ, ոչ թե որովհետև ինքը քո աղոթքները չի լսում, միգուցե ինքը քեզ թռնել է սովորացնում, միգուցե ինքը քեզ քո թևերը բացել է սովորացնում, մինչև օրս ինքը միշտ քեզ կերակրել է և քեզ համար փառավոր ու լավ է եղել, բայց հիմա քո ամբողջ կյանքը խառնված է, ու չգիտեմ ինչի, աղոթում եմ պատասխան չկա։ Տեր, երբ անիրելու ելքը, հառաչում եմ հոգուս խորքից, երբ ես ինձ հանելու ես վիճակից, բայց երկինքը լուր է։ Երուսաղեմի ժամանակ հրեշտակները Ասորստանի բանակին զարկեցին, բայց իմ ժամանակ ոչ մի ձայն չկա։ Թշնամիներս հաջողվում են, նոր հաջողություններ եմ տեսնում նրանց կյանքի մեջ, նրա խնդիրներն ավելի է շատանում, պրոբլեմներն ավելի է շատանում, հիվանդություններն ավելի շատ, պարտքերը ավելի շատ, ով Տեր, երբ, մինչև երբ։ Ով Հիսուս, ուզում եմ ճանաչես այն Աստծուն, որը որ քեզ ծնունդ է տվել երկրի վրա, որը քեզ վերստին ծները, և լսես այն խոսքը, որ Տերը քեզ ասում է, մի վախեցի միայն հավատա։ Տեր իմ ապագան կործանված է, մի վախեցի միայն հավատա։ Ուզում եմ այս խոսքը քեզ համար մարգարեություն լինի, մի վախենա միայն հավատա, որովհետև նա սիրող Աստված է։ Ես գիտեմ քո ապագան, ես գիտեմ, ես քեզ տալու եմ հույսը և ապագան, ես գիտեմ քո օրերը, ես գիտեմ սկիզբը, ես гитем քո ավարտը, ինտելեկտը мои добросана, Джона познакомили ми даром Божьим, не из народа правили, города правишена мастаром, аллилуйя, и до веры провада врагом сивиного, джобного знакравного мастером, и до веры прованного забили дарабошенного знакровного мастером, аллилуйя. Հիսուս, միայն դու կարաս ինձ ես մշուշից հանես, միայն դու կարաս ես մշուշը հեռացնես իմ վրայից Տեր, միայն դու կարաս ես խավարը հեռացնես և քո աստվածային լույսը ծագի ինձ վրա Տեր, ինքը volia radama nemesakana Божия невизнана, аллилуйя. Հիսուս, Assim, mantém a dor.
Շնորհակալություն քեզ հայր երկնքի արարիչ։